Բարի օր, ճիշտ ասած ուզում էի գրել, բայց հետո մի տեսակալ արեցի, այդքան երկար բարակ գրելու, ավելի լավ է այսպես ասեմ։ Ժողովուրդ ջան, անգամ եթե դուք գնում եք որևէ խորհուրդ ձեզ վրա կատարելու, որպես թատերական ներկայացման, անգամ եթե, հա, բայց դուք հասկանում եք, չէ, որ օրինակ այդ պսակը, որ պիտի արվի ձեզ վրա, դա պիտի մյուսներն էլ ճանաչեն որպես վավեր երևույթ։ Դրա համար պսակից հետո տրվում է պսակի վկայական, որտեղ գրված է լինում ամիս, ամսաթիվ եւ քահանայի անունը, ով որ դա արել է, ում ձեռամփա կատարվել այդ խորհուրդը։ Եվ ասենք օրինակ, եթե դուք գնում եք ինչ որ կարգալույց եղած հոգևորականի մոտ, որ նա դա անի, հետո այդ թուղթը նախ ձեզ չի տրվի, երկրորդն էլ այդ թուղթը կվկայի այն մասին, որ այդ խորհուրդը ձեզ վրա որ կատարել է անվավեր է, այսինքն չի կատարվել խորհուրդը։ Դուք ոնց տենց կայք երկու տարբեր մարդ, մնացել եք երկու տարբեր մարդ, չեք դարձել մեկ հոգի, մեկ մարմին։ Ոնց եղել եք ոչ քրիստոնյա, տենց մնացել եք քրիստոնյա։ Այդ մկրտությունը ձեզ վրա այդ խորհուրդը չի կատարվել եւ դուք տակավին այդպես։ Հիմա ուրիշ հարց եմ տալիս։ Որ եկել է այդ տեղը, եթե անգամ դրան վերաբերվում եք որպես թատերական ներկայացման, ինչ եք գնում դրանց մոտ։ Եկեք, ես գիտեք ինչ ծես կանեմ։ Սիրուն, շքեղ, հանդիսավոր։ Պետք եղավ Սաղմոս 2 երգչախումն էլ կմասնակցի, կարող եմ խոսել բավական մատչելի գներով հարսնաքրոջ դերում Նազենի Հովհաննիսյանը լինի։ Ասենք եթե տենց է դա ձեր համար ընդհանրեն թատերական ներկայացում է, գոնե գնացեք այնց մարդկանց մոտ, որոնք դա նորմալ կանեն, որակով կանեն, ներկայանալի կանեն, շքեղ երգեցողությամբ, փառահեղ քարոզով։ Adekvat չեք ժողովուրդ, adekvat չեք, դուք հասկանում եք, որ այդ բացի այդ ամեն ինչից նաև այդ խորհրդից հետո տրվում է վկայական, այդ վկայական պիտի ճանաչելի լինի այստեղից մինչև Ամերիկա, Ամերիկայից մինչև Ավստրալիա, Հնդկաստան, Պարսկաստան, Ռուսաստան, ուր որ գնաք հայ եկեղեցի այդ վկայականությունից տակ, բոլորը իմանան, որ դուք մկրտված եք վավեր մկրտությամբ, պսակված եք վավեր պսակով։ Մի դարձեք մաս մի հատ մեծ տենց ֆարսի, որը հիմա կատարվում է, նրա մատուցած պատարակը չի գոյափոխվելու եւ չի դառնալու տիրոջ մարմինն ու արյունը։ Դրանից հաղորդվողներն էլ տիրոջ մարմնին ու արյանը չեն հաղորդվելու։ Դրանք դառնալու են տենց թատերական ինչ որ մի արարողության, տենց բեմադրված մի բանի մասնակիցներ եւ ոչ ավելին։ Եվ այդ առումով ասում եմ, ինձնից լավ որևէ մեկը չի կարող այդ ներկայացումը խաղալ։ Կարող եմ անել փառահեղ, բայց իմաստը իբրև ներկայացում, իբրև թատրոն, այո, բայց ոչ խորհուրդ եւ ոչ առավել եւս հոգեվոր բովանդակություն, վավերականություն, իրավունք եւ իրավունք, որը ճանաչում են մնացյալ բոլորը։ Դրա համար եթե ծախս կանեք, չգիտեմ, պսակ կազմակերպեք, այդ հյուրերին կհրավիրեք, կհասնեք ստեղից, չգիտես, Խիղանավանք, ասենք, խինդեղ։ Մտածեք, ուղղակի մտածեք։ Գիտեք, ես հասկանում եմ, որ 21-րդ դարում ամենադժվար բանը մտածելն է եւ մտածող մարդու հանդիպելը ընդհանրապես, որը մտածում է 1 քայլ, 2, 3, էլ չեմ ասում 10 քայլ առաջ, բայց մտածեք եւ ինքնուրույնաբար կհասկանաք, որտեղ օրինակ ձեզնից որևէ մեկը չի վերցնում, չէ գնում, ասեն նախկին ԶԱԳՍ-ի վարիչի մոտ, որ իրենց ամուսնությունը պետական հաստատում ունենա։ Ոչ մեկ չի գնում նախկին նոտարի մոտ, որպեսզի ինչ որ բան հաստատի այդ նոտարը։ Գնում եք այս պահին գործողի մոտ, անցյալում ով ասես կարա լիներ, բայց ով որ նշանակել է նայել հանել է,
եւ եթե այդտեղ նշանակելա ու այդտեղից հանելա, ինձ մոտ հաջորդ հարցը, բա ինչի Հովանավանքում, թող գնան, որ եկեղեցի, եթե կարան, հիմարությունը չափ կունենա, մի դարեք այս մեծ բեմադրված հիմարության մաս եւ ձեր իսկ հրաժարումով այդ մարդկանց կատարած այդ թատերական ներկայացումներին մասնակցելուց հրաժարումով կանխեք հիմարության զարգացումը։ Եղեք խելացի, ժողովուրդ ջան, խելացի, մտածող, անհարմար է, հիմար լինելը ամոթ է, թե իբրև մարդ անհատ հիմար լինել, թե ազգովի հիմար լինելը շատ ամոթ բան է, շատ